Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը տեղեկացնում է, սահմանին տոնական օրերին համեմատաբար հանգիստ է եղել, հակառակորդը լուրջ խախտումներ թույլ չի տվել, զինված ուժերի ղեկավարությունը, զինծառայողներն ամեն ինչ արել են, որ ամանորը հանգիստ անցնի։ Նախորդ տարի նոր տարին բավականին ծանր էր, այս տարի բավականին հանդարտ էր։ Հանրապետության տարբեր մարզերից կենտրոնական հավաքակայան են եկել զինված ուժերի զորամասեր մեկնող զորակոչիկների ծնողները, բարձր տրամադրություն, սպասողական վիճակ։ Շատերի համար միևնույն է, որ զորամասում կծառայեն իրենց տղաները, միայն սահմանին վիճակը խաղաղ լինի։ Տարբերություն չկա, որտեղ էլ ընկնի խաղաղություն էլ լինի մեր բոլորի համար։ Դե որտեղ ընկնել իր բախտը։ Հայկական սահմաններում որտեղ էլ որ գնան նույնն է, կարևոր որ խաղաղություն լինի եւ անփորձանք վերադառնա։ Վիճակահանությունը սկսված է, զորակոչիկները վիճակահանությամբ իրենք են որոշում առաջիկա 2 տարիների իրենց ծառայության վայրը։ Մասնագիտություն ունեցող զորակոչիկները զորամասերում կծառայեն մասնագիտացված տարբեր դասակներում՝ կապի, մեքենավարության, երաժշտական։ Դասաֆում սովոր է վարորդական ուսումնարանն եմ ավարտել, դերձակ։ Զորակոչիկների առողջական վիճակը ևս գոհացնում է հավաքակայանի բժշկական հանձնաժողովներին։ Սուր շնչառական հիվանդության գանգատ ընդամենը 1 զորակոչիկից են ստացել բժշկական հանձնաժողովի անդամները։ Բարձր տրամադրությամբ հիմնականում տղաները համենայնիվս այսօր այդպիսի լուրջ անհանգստացնող երևույթներ չեն եղել։ Ձմեռային այս տարվա պարտադիր զինվորական ծառայության զորակոչը կշարունակվի մինչև ամսվա վերջ։ Նաիրի Մուրադյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։